Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորը փոխադրումներն այսօրվանից պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի ուղևորների ցուցակի առկայությամբ, սակայն նոր կարգավորումը ոչ բոլորի համար է հասկանալի ու կիրառելի։ Շատ վարորդներ խոսում են տեխնիկական ու կազմակերպչական խնդիրների մասին։ Ոչ կայքն է կարող աշխատի, ոչ էլ զգուշացնում են ոնց են անում, ինչ են անում։ Այս փաստաթղթի առկայությունը պարտադիր է 6 եւ ավելի նստատեղեր ունեցող տրանսպորտային միջոցների համար, ներառյալ վարորդի տեղը, քանի որ արդեն պատրաստի տպագրված փաստաթղթում փոփոխություններ չի կարելի կատարել, մասնագետները վարորդներին հորդորում են այն կազմել վերջին պահին, երբ արդեն հստակ է, թե ովքեր են լինելու ուղևորները եւ ինչ մեքենայով է իրականացվելու ուղևորափոխադրումը։ Ինքը պետք է լրացվի անպայման համակարգչով եւ տպագրվի print տված տեսքով, թղթային տեսքով պետք է լինի վարորդի մոտ ամբողջ ուղևորության ընթացքում։ Ուղևորների անունների փոփոխություն ընթացքում չի կարելի, այսինքն ջնջել, ձեռքով ավելացնել, գրիչով ավելացնել, դա չի կարելի։ Վարորդներն ասում են, փաստաթղթի հետ կապված տեխնիկական ամբողջ աշխատանքը երբեմն կատարվում է ուղևորափոխադրումներն իրականացնող կազմակերպությունը, իսկ իրենք գործնականում չգիտեն, թե ինչ է պետք անել, եթե օրինակ մեքենան ճանապարհին փչացել է կամ ուղևոր է ավելացել։ Ասում են, որ որոշ հատվածներում անհնարին է կազմակերպել նույնիսկ արդեն կազմված փաստաթղթի պատճենումը։ Ասենք թե Վրաստանից գալիս են Սադախլուից մինչև Մարնելուց ադրբեջանցիներին, ես ընդդեմ ասեմ կանոնից այս ուղևորների քանակը տպի դուր։ Վարորդները նաև հարցնում են, թե ինչպես լրացնեն ցուցակը, եթե ճանապարհի կեսից մեքենայի անսարքության պատճառով ստիպված են լինում փոխել այն։ Ասում են, ուղևորների լրիվ ցուցակը նախապես կազմել միշտ չէ, որ հնարավոր է, քանի որ կան մարդիկ, որոնք միանում են տարբեր քաղաքներից, իսկ պատասխանատուներն էլ պարզաբանում են, ձևաչափն արդեն պատրաստ է եւ վարորդից պահանջում է ընդամենը այն ներբեռնել ու լրացնել։ Եթե պետք է գնա ճանապարհի կեսին կանգնի, այս մասին պետք է նախապես մտածել, մեքենան պետք է լինի սարքին վիճակում միանշանակ, իսկ եթե ինչ-որ չեպ է եղել հասել է սահմանը անցել է, այնտեղ է մեքենան վնասվել, ինքը պարտավորություն ունի, որ նոր մեքենա պետք է կանչեն, այդ ուղևորներին տեղափոխեն։ Ինքը պարտավոր է ապահովի ուղևորների երթը։ Այս դեպքում նույն ցուցակի մեջ ուղղակի մեքենայի համարը փոխեն, նոր մեքենայի համար գրեն։ Փաստորեն ամբողջ խնդիրն այն է, որ վարորդները չեն կարող գրիչով լրացնել ուղևորների ցուցակը։ Բացի այդ, պատասխանատուներն ասում են, որ էլեկտրոնային տարբերակի առկայությունը բնավ պարտադիր չէ։ Եվս մեկ անգամ հիշեցնում են, որ փաստաթուղթը հարկավոր է ոչ միայն սահմանն անարգել անցնելու համար, այլև երթուղու ողջ ընթացքում մեծ տուգանքներից խուսափելու համար։ Վրաստանի տեսչական մարմին ստուգումները իրականացնելու նաև Վրաստանի տարածքում ճանապարհներին, այսինքն ու բավականին մեծ տուգանքների մասին է խոսքը լինելու։ Եթե չունեցան այդ փաստաթուղթը, որևէ բան չի արդարացնելու իրեն։ Այնպես չէ, որ բոլորին կանգնացնելու են ստուգեն, բայց պատահականությունը միշտ կա։ Թեև նոր կանոնակարգն արդեն գործում է ու սահմանային անցակետում արդեն որպես օրինակ տեղադրել են համապատասխան ձևաթուղթը, միևնույնն է վարորդները խառնաշփոթի մեջ են եւ դեռ չեն հասկանում, թե իրականում ինչ է պետք անել ու ինչպես։ Հասմիկ Անտոնյան, ժամը լատվական։